Ծարագույն հաղթանակ Սեմեյում, վերջին վարկյաններին խփած գոլը Ալաշկերտին պայքարելու շանս տվեց, իսկ հետո հոգեբանական առավելությամբ մեր թիմը հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը շարունակում է պայքարը կոնֆերենցիաների լիգայում։ Ալաշկերտը հանդիպումը շատ ակտիվ սկսեց։ Արդեն առաջին րոպեին Ջոզեֆ Սաբոբոյի փոխանցումից հետո Օլավայե Ֆարայոլան կարող էր բացել հաշիվը, սակայն գնդակը բարձր ընթացավ։ 4-րդ րոպեին թիմակցի սխալն ուղեց Մոմոտուրեն, առաջ մղելով հայկական թիմին։ Սակայն տանտերերը շատ արագ պատասխանեցին, 11-րդ րոպեին Ակմալ Բախտիարովը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Առաջին կեսում Ալաշկերտը ևս մեկ լավ հնարավորություն ունեցավ, երբ Ֆարայոլայի հեռահար հարվածից հետո մրցակցի դարպասապահը փրկեց իր թիմին, իսկ քիչ անց արդեն Արսեն Բեգլարյանն իր վստահ խաղով հետ մղեց Ելիմայի վտանգավոր հարվածը։ Երկրորդ խաղակեսում Ալաշկերտն ավելի մոտ էր հաղթական գոլին։ 58-րդ րոպեին Մոմոտուրեն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն չկարողացավ օգտագործել իր հնարավորությունը։ 73-րդ րոպեին էլ Ֆարայոլան ու Էդգար Փիլոյանը երկուսն ընդդեմ մեկի իրավիճակում էին, սակայն գրոհն ավարտվեց ոչ դիպուկ հարվածով։ Հիմնական ժամանակում հաղթողը չորոշվեց և դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ դրամատիզմը հասավ իր գագաթնակետին։ 96-րդ րոպեին Ելիմայը վաստակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Հրվոյե Իրիչը, առաջ մղելով ղազախական թիմին։ Թվում էր դիմակայության ելքը վճռված է, սակայն Ալաշկերտը մինչև վերջ շարունակեց պայքարը։ Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Դաուդա Տոգոլան վերականգնեց հավասարությունը և խաղը տեղափոխեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար։ Այստեղ երկու թիմերի ֆուտբոլիստները հերթով դիպուկ էին իրացնում իրենց հարվածները։ Ալաշկերտի կազմում վրիպեց միայն Արսեն Բեգլարյանը։ Սակայն վճռորոշ պահին դարպասապահը լիովին հատուցեց իր վրիպումը, հետ մղելով մրցակցի վերջին հարվածը։ Դրան նախորդած Արսեն Սադոյանի դիպուկ հարվածն ու Բեգլարյանի սեյվը Ալաշկերտին պարգևեցին կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։ Ֆանտաստիկ խաղ ստացվեց իրականում, կարող եմ ասել երկու թիմերն էլ արժանի են հաջորդ փուլ անցնելու, ով շատ լավ մրցակից էր։ Մենք հենց ժերեբիովքից հետո հասկացանք, որ ծանր ալնելու երկու խաղն էլ, բայց լավ էինք պատրաստվել, ի տարբերություն առաջի խաղի արդեն կար փոփոխություն, դա ակնհայտ էր, մենք ավելի լավ էինք արձագանքում իրավիճակներին, խաղից խաղ ավելի կավելացնենք ու պատրաստվել էինք այս 11 մետրանոցներին էլ, 2 օր անդադար, տենց էլ ստացվեց։ Ես շնորհավորում եմ ողջ հայկական ֆուտբոլին, որովհետև շատ լավ է, որ բոլոր թիմերը նոան սկսում արդեն երկրորդ փուլից, բայց մնացած երեքն էլ հաղթահարեցին առաջի փուլի արգելքը։ Շնորհավորում եմ Արարատ Արմենիային էլ, Փյունիկին էլ։ Շատ հպարտ եմ իմ թիմով, Ալաշկերտով, քանի որ շատ դժվար հաղթանակ էր, բայց մենք ներկայացնում ենք Հայաստանը, մեր ազգը եւ կարծում եմ շատ արժանի ենք այս հաղթանակին եւ անցնենք հաջորդ փուլ։ Ես տղաներին նայելով հասկացա, որ բոլորը վստահ են եւ արդյունքը տեսանք։ Սեմեյում կայացած դրամատիկ հանդիպումից հետո Ալաշկերտն արդեն պատրաստվում է հաջորդ փորձությանը։ Եվրոպական ճանապարհը շարունակվում է, իսկ հաջորդ կանգառը ռումինական ՉՖՌ Կլուժի հետ հանդիպումն է։